Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլ Փաշինյան։ Կասեք ինչու։ Որովհետև դուրս գալիս է։ Ես խաղաղության կողմնակից եմ, ուրիշ ոչ մի բան։ Գոհ եք իշխանությունից։ Անպայման։ Դե դուք չեք հիշի ինչքան հները ինչ արել են, որ հայմատում է, սա դեզբան գոյություն չունի, երբևիցե։ Այսքան առաջ չեմ ասում շատ լավն են, թերություններ կունենան եւ այլ, բայց որ են հրեշներից մենք բրձել ենք, դա արդեն Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հա, Նիկոլին։ Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչու։ Գիտեք ինչ, որպես մարդ առաջի հերթին, նրա մարդկությունը, նրա արած գործերը ամեն ինչով օգուտ է մեր ժողովրդի համար։ Որ կարևորագույն բարեփոխումը կառանձնացնեք այսքան տարի։ Ես նախ առաջինը առողջապահությունը, որովհետև բոլոր մարդիկ մինչև հիմա ձգտում էին դրան։ Շատ մարդիկ տանը նստած չէին գնում գումարի պատճառով։ Իսկ հիմա բոլոր մարդիկ, իմ նման մեծահասակները, բոլորն էլ ձգտում են դեպի առողջությունը, բարեկեցիկ կյանքով, խաղաղություն ամենակարևորը մեր Հայաստանին, ամբողջ աշխարհին։ Այսինքն այս կառավարման շնորհիվ է, որ խաղաղություն եք ձեռք բերել։ Գիտեք ինչ, դա մի անգամից չես կարող ասել այս կառավարության ընթացքում։ Կառավարությունից հետո ավելի ճիշտ է կարող ձևակերպենք, որովհետև մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը մենք զգում էինք, որ ის ձև էինք ապրում նախկինների հանդեպ։ Իսկ հիմա փոփոխությունը լավ զգացվում է, թե տրանսպորտի մեջ, թե կարևորը մարդկանց ժպիտ կա դեմքներին, որ քայլում են փողոցով։ Իսկ այն ժամանակ ումը նայում էիր սաղ ընկճված, տխուր, ռիսկ չէիր անում ինչպես եք, որովհետև որ դու հարցը տալիս ես, նրանք ասում են, բա որ ես քեզ նույն հարցը տամ, դու ոնց ես։ Պատասխանը նույնն է։ Իսկ հիմա ումը որ ինչ հարցը տալիս ենք, բոլորն էլ տալիս են նույն պատասխանը, որ մենք զգում ենք խաղաղությունը, բարեկեցությունը, առողջապահությունը ամենակարևորը, մանկության ճիչերը, երեխաների աղմուկը, բոլորը գալիս է մեր ներկա վարչապետից։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Չեմ ուզում պատասխանել դրա համար։ Նիկոլ Փաշինյանին, պրոստը էլ են հարցում արել դրա համար։ Կասեք որ բարեփոխումի համար։ Որ բարեփոխումների ամեն ինչի համար։ Ինքը խելացի, շատ ամեն ինչով, չգիտեմ, ես իրան շատ եմ հավանում, անձամբ ես դրսից եմ եկել, որ իրեն քվեարկեմ։ Ինքը շատ լավ, խելացի ղեկավար է, ինքը շատ բաներ կան մեր համար։ Այդքան բան, ես հավատում եմ իրեն, ինքը Աստծո տված մարդ է, այդքան բան, չգիտեմ, նրանց հետո ինչ ասեմ, շատ բաներ կասեմ։ Անպայման։ Ես Ռուսաստանում եմ ապրում, բայց ես ցանկանա, ես տեղեկ տուն ունեմ, բայց դրա համար եմ վերադարձել։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության Նիկոլին։ Կասեք ինչու։ Այս տղայա։ Ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլին։ Կասեք ինչու։ Ինչու շատ բաներ արեց, քաթե նախկինը, եթե ուզում ես ճիշտ իմանալ, ես ցանկանում եմ այդ Նիկոլին։ Ամեն ինչից էլ գոհ եմ, թող խաղաղություն լինի, հաջողություն լինի։ Գոհ եք իշխանությունից։ Ոչինչ, ված չի ասենք թե, բան չունեմ, կան թերություն, կան ճիշտը։ Խաղաղությունը գնալու։ Խաղաղություն միանշանակ բոլորին էլ պետք, աշխարհում թող լինի խաղաղություն, ոչ թե մենակ Հայաստանում։ Ձեր գործերն էլ հաջողություն, ոչինչ, թող բարին կատարածի։ Դուք ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության արժանի վարչապետ։ Ներկայիս իշխանությանը, ներկայիս վարչապետին իհարկե։ Կասեք որ բարեփոխումների համար կամ որը կառանձնացնեք։ Տեսեք, այսքան դպրոցները կառանձնացնեմ, հա, որ կառուցել են այդ դպրոցները, այնքան շատ են, որ մեկն ասեմ։ Օրինակ, այս պահին կրթության ոլորտում էլ է արդեն բավականին բարեփոխումներ, առողջապահության ոլորտում է բարեփոխումները շատ են, թեկուզ այս բաները արդեն, որ զբոսայգիներ վերակառուցում են, դա արդեն ահագին մեծ բարեփոխումներ են։ Գնահատում եք խաղաղությունը։ Իհարկե, դա ամենաառաջի կետն է։ Իսկ թվում է բոլորին է դա անհրաժեշտ։ Ուրիշ տարբերակ չունենք։ Շնորհակալ ենք շատ ձեզ ասիքի համար, ապրեք։ 16։ Այո։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։